երեք ականատես եղանք, որ Հզբոլահի դեմ նոր գործողություններ են տեղի ունենում Լիբանանում։ Ուզում ենք իմանալ հիմա երկրում ձեզ մոտ իրավիճակը ինչպես է ու ընդհանուր առմամբ հայ համայնքի մոտ ինչ տրամադրություններ են Լիբանանում տեղի ունեցող այս բախումների ֆոնին։ Անգերձ ասած Իսրայելի կողմէ այսպես ասած թիմադրության թիրքերու թիրախավորումը երբեք չդադարեցավ պատերազմեն ելքը։ Հակառակ այն համաձայնագրին, որը ստորագրվեցավ Լիբանանի եւ Իսրայելի միջև, սակայն Իսրայելը ոչ մեկ ձևով այդ համաձայնագիրը հարգեց եւ կշարունակե չի հարգել։ Բացօրեն այն բանջկը, որ իրեն սահմանագից մեր կողմ գսեն Լիտանիեն հարավ գտնվող շրջանը թիմադրության ուժերը եւ զենքերը ամբողջովին բարբվեցան եւ շրջանը հանձնվեցավ Լիբանյան բանակի հովանավորության, այսօր կբահանջե Իսրայելը, որ նաեւ այդ շրջանեն անկախ ամեն ոչ Լիբանանի մեջ Հզբալլահն զինաթափելն։ Բնականաբար ադիգա խնդիր մնե, որ պետության համարալ սկզբունք է եւ բոլորս ներառյալ թիմադրությունը համաձայն է, որ զենքի գարիք պիտի չլա, պայմանավ սակայն, որ Իսրայել հարգե համաձայնագրի հոդվածները, այլ խոսքով դուրս ելե իր գրաված շրջաններեն, դարձրեցնե ռմբահարումները, սպանությունները եւ ազատ արձակե Իսրայելի մեջ ձերբակալված քերիներ։ Իսրայել փաստորեն գսե ինք այսօր այդ դրամատուրգիան մեջ չէ։ Իստիմացությունը գսե մենք պատրաստ ենք զենքի հարցով երկխոսության մտնելու պետության հետ եւ մեզ համար պետությունն է վերջին հաշվով բարձր հովանին, պայմանով սակայն որ մենք կարենանք երաշխավորություն ունենալ, որ Իսրայել նոր ոտնձգություններ պիտի չկատարել եւ Լիբանանի պետությունը ինքը վիճակի պիտի լա պաշտպանելու Լիբանանը որևէ հավանական հարձակումի դեմ։ Այն ինչ որ պատահեցավ վերջին 2 օրերուն եւ հատկապես 3 տարողությունը քիչ ավելի լայն էր, ըստ իսրայելյան աղբյուրներու հարվածած են թիմադրության թիրքերը եւ զինամթերքը, սակայն բոլոր տվյալները ցույց կտան, որ քաղաքացիական գետրոնները որ գտիրախավորվին, որտեղ Իսրայել նույնիսկ թեմ է այսպես ասած պատրաստ դուներ տնելու, որովհետեւ գյուղացիները կարենան վերադառնալ, որտեղ իրեն համար ամբողջ այդ հարավի շրջանը պետք է անմարտապնակ դառնա հետաքրքիր ծրագիրներ իրագործելու համար։ Կան բնականաբար նահատակներ, մեծ թիվով վիրավորներ եւ կանթում, սակայն այս բոլորը մեր այսպես ասած բնակված շրջաններեն հեռու են, համայնքը առանձնապես այս հարցի մեջ չէ դուժած, սակայն ընդհանուր Լիբանանի կացության եւ աբակային իմաստով հերանեկարային անհստակություններ կան եւ այնինչ որ կբադահի Լիբանանին բնականաբար կբադահի Լիբանանի բոլոր քաղաքացիներուն ներառյալ նաեւ հայկական ցակումով մեր լիբանանցիներ։ Պարոն Բագրատունի, իսկ վաղ չկա, որ հետագայում այդ գործողությունները կարող են տեղափոխվել դեպի ավելի Լիբանանի կենտրոնական հատվածներ, մասնավորապես Բեյրութին, որովհետև նախկինում նման օրինակի մենք ականատես ենք եղել, ոչ վաղ անցյալում, ընդամենը, եթե ճիշտ եմ հիշում, ամիսներ առաջ մենք ձեզ հետ նորից խոսել էինք այս թեմայով, ու կրակները հասել էին դեպի Լիբանանի կենտրոնական հատվածներին ու հայերի մոտ վախ կար։ Արդյոք այս բախումների ֆոնին հայ համայնքում մտավախություն չկա կամ անգամ հեռանալու ինչ որ այսպես խոսակցություններ չեն պտտվում ձեր շրջանում։ Գիտեք, դեկտեմբերին շատ մեծ վտանգ կսպառնար եւ տարբեր հայտարարություններ կամ մեր հանդիպումներուն ընթացքին տեղեկացանք, որ Իսրայել օրերու հարց է, ժամերու հարց է, որ մեծ մասշտաբով հարձակում պիտի շղթայազերծել Լիբանանի դեմ։
Միջազգային որոշ այսպես միջամտություններ եղան եւ Լիբանանի Հանրապետության նախագահ հայտարարեց, որ անմիջական վտանգը արձակումի լայնատարած պատերազմի հետաձգվեցավ առանց ասելու, որ այդ հետաձգումը ինչ կնշանակի բնականաբար կհասկանանք Հանրապետության նախագահի ասկեցվածքը ներկա դրությամբ այդ վտանգը այսօր գոյություն չունի, բայց ասիկա չի նշանակեր, որ Իսրայելի ռազմավարության մեջ նման ծրագիր չկա ոչ միայն Լիբանանի, այլ ամբողջ տարածքաշրջանի ներառյալ արաբական երկրները եւ դերևս նաեւ ոչ արաբական երկրներ։ Այնինչ կդառնա Իսրայելի ներ կուրիսներու յետին միայն ադիգա Իսրայելի վարչապետը գիտե եւ բնականաբար նաեւ որոշ չափով այդ բոլորին դեղյակ է Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփը։ Խնդիրը զուտ լիբանանյան դեսանգին են կարելի չդիտել, անշուշտ որ վտանգը գոյություն ունի, միշտ այդ վտանգը գոյություն ունի, որովհետեւ Իսրայելի այսպես ընդարձակվելու քաղաքապարապանությունը կշարունակի մնալ, այսօր տարածքաշրջանը ինքը արդեն լուրջ խնդիրի մեջ է, Սուրիո մեջ կտեսնենք ինչպիսի գացություն կդիրե, ինչպիսի գացություն կդիրե Իրաքի մեջ, ինչպիսի գացությունը ստեղծվեցավ Եմենի մեջ, ինչպիսի գացություն կա Իրանի մեջ եւ այն վտանգը, որ գոյություն ունի, որ չէ զոքացված տակավին, սակայն շատ ավելի մեծ միջազգային խնդիրներով կարելի է դիտել միջազգային հարցերու լուծումը հատկապես Միացյալ Նահանգներու եւ Իրանի միջև այս բոլորով մեր մտահոգությունը կշարունակի մնալ ընդհանրապես քաղաքական շրջանակներ եւ զինվորական աղբյուրներ նախադեսելով հանդերձ չեն բնտել որ անպայման ճիշտ է ցամաքային հարցակումը, որովհետև ցամաքային հարցակումը Իսրայելի համար շատ սուղի կրնա արժել, սակայն թիրախավորումները, օդային ըմբագոցումները, ոճիրը դարբեր շրջաններու մեջ շարունակելու թշվառթաբանականությունը գոյություն ունի։ Պարոն Բագրատունի, գիտեմ, որ հանդիպումներ ունենում եք պարբերաբար հայ համայնքի հետ, խոսակցություններ լինում են, ուզում ենք իմանալ, հա, հայ համայնքը արդեն գանք դեպի Հայաստան, ինչպես է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադրությանը, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալված իշխանության, այսպես ասած, եկեղեցին բարենորոգելու ծրագրին եւ այս վերջերս Հայաստանի եւ Ամերիկայի միջև ստորագրված այդ խաղաղության հուշագրին, հա, ինչպես է ընդունում, ինչպես է ընկալում այս ամենը։ Գիտեք, միանշանակ ձևով, միանշանակ կերպով հայ համայնքի միադեսակ մտածողություն չկա։ Մենք ունենք տարբեր կուսակցություններ Լիբանանի մեջ, հայկական, մեր գեցված կիպրետաշնակցություն հստակ է, միշտ երկու կուսակցություններու գեցվածներն ալ հստակ են իրենց դարբերակներով։ Սակայն չախչախիչ մեծամասնությունով հոս կրտնեմ, որ Լիբանանի համայնքը ավանդությունները հարկող համայնք է եւ Հայաստանի ծառայական եկեղեցու հանդեպ ոչ միայն սեր ունի, այլև քուրքուրանք ունի։ Հետևաբար Հայաստանի առաքելական եկեղեցու եւ ասպարակային էջմիածնի գաբակցապար եւ անցյալի վեճերը ամբողջովին մորցված լալով այսօր ես կրնամ հանգամանորեն ասել որ Լիբանանի մեջ հայության չախչախիչ մեծամասնությունը հայաստանյաց եկեղեցու կողքին է իսկ բարերարություններու խնդիրը մենք կնկատենք կախված զուտ էջմիածնի եւ եկեղեցու նեղ շրջանակին մեր եկեղեցին ընդհանրապես բարենորոգումի կարիք ունի
բարեկարգումի կարիք ունի եւ ասիկա խնդիր մնե որ նոր չէ որ գտնվի ոչ էլ Հայաստանի ներկա իշխանությունները իրենք է որ գրնան ադոր չադակովը լալ ընդհանրակը եկեղեցականները իրենք հաջող խոսած են թե Էջմիածի վեհապար հայրավետը թե Գիլիգիո կահագալը Արոն վեհապարը որ մեր եկեղեցին նորոգության կարիք ունի բայց այդ բոլորը ունին իրենց համապատասխան ծևերը իրենց բարունակը եւ ատկե դուրս կնշանակե քաղաքական միջամտություն այնպես ինչպես Հայաստանի իշխանավորները գխոսին թե եկեղեցին քաղաքական կյանքով պետք չէ սպառի անկախ անգե որ ինչ կհասկանան քաղաքական կյանքով այսինքն եթե Արցախի անգումը եւ Արցախի հանձնումը պիտի դառնի համահայկական խնդիրը լալե եւ կանգնենք որ եկեղեցին կարծիք չունենա այս մասին ամբողջովին այս խնդիրը քաղաքական չէ ասիգա հայ ժողովրդի եւ Հայաստանի լինելության հետ կապված խնդիր է եթե եկեղեցին գրնա անդրադառնալ այլ անդագություններու գրնա անդրադառնալ մեր պատմական ավանդություններուն հագասող հագոտնյա ընթացող խնդիրներուն եւ թեմարդահայտվի այս մեկը քաղաքական խնդիր չէ այլ այս մեկը մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի լինելության հետ կապված խնդիր է հայ ժողովրդի պահպանումին հետ կապված խնդիր է եւ երբևիցե ասիկա քաղաքական խնդիր չէ կարելի չէ փոքրացնել խնդիրները այո հասկանամ դերևս որ եկեղեցականը այս կամ այն քաղաքական թեմքի մասին գրնանված խոսի անկախ անգե որ նաև քաղաքացիներն են եկեղեցական սակայն ըստ էության երբ հիմնական խնդիրներ կան հիմնահարցեր կան բնական է որ եկեղեցին Պաստորեն եկեղեցին պաշտպանած է մեր քույրությունը Օսմանյան գայության ընթացքին ցարական իշխանության օրերուն եւ ամբողջ տարեր ու տարեր երբ քաղաքական իմաստով մենք ներուժը չենք ունեցած թիմակալելու կամ ունենալով հանդերձ անհրաժեշտ կարողությունը չենք ունեցած սակայն եկեղեցին բահած պահպանած է մեր ժողովուրդը մեր քոյատևումը մեր մշակույթը մեր արժեքները մեր ավանդությունները եւ Պաստորեն հայրենիքը այս դանգյունեն պետք է դիտել այո գրնա բադահել որ գարկ եկեղեցականներ գրնան քաղաքական թիրքավորումներ ունեցած լալ սակայն ասիգա ոչ մեկ ցավոք կարտարացնե այն արշավ որ գմիդի ըստ էության բարբել մեր ժողովուրդը իր հավատքին եւ այդ հավատքեն բարբումը կնշանակի քանթել մեր ժողովուրդը ամբողջությամբ ազգային մեր թիվակիցը եւ վերելզինք աշխարհակաղակացիներու որոնց համար հիմնականը միայն տնտեսական բարվոքությունն է այնքան ինչքան գասկածելի բարվոքություն եւ իքին ինչ քալով Թրամփի խաղաղության ծրագրին ես կդժվարանամ այդ ծրագիրը գոչել խաղաղության ծրագիր Պաստորեն դարբեր շրջաններու մեջ խաղաղության անվան տակ հսկայական ոճիրներ կկատարվին մեծ թիվով նահատակներ մեծ թիվով վիրավորներ միայն Հայաստանի մեջ այդ խաղաղությունը եթե 5000 նահատակի եւ 12000 հաշմանդամի եւ Արցախի հանձնումին եւ Ադրբեջանին թեպի Թուրքիա ազատ անցքի իմաստով գտրվի ես չեմ կարծել դա խաղաղություն է այլ խաղաղության կողինդակ ընդհանրակը նոր կապիտուլյացիոն է նոր հանձնում է եւ մեր ժողովուրդն ու հայրենիքը բարբել է իր քույության իմաստով